մշակույթ է թռնելը։ Ամեն բռնապետ չի որ կարա թռնի։ Ինքը մի բան գիտի, որ իր ինքը ընկավ մարդկանց ձեռը, իր գլուխը պոկելու են։ Հարց առաջանում սա կապիտուլյացիա է ստորագրել, դրա համար չեն հարձակվում, թե սա այն կարճրադադարն է, որ իրանք վերազինվում են։ Նիկոլը ստրուկ է, բայց հայ մարդը չի ստրկացել, հասկանում ես, հայ մարդիկ դեմ են ստրկությանը։ Խոպանչիություն է, էլի։ Ստացվում է, որ Հայաստանը տենց խոպան է։ Նիկոլի թիմում մի հատ միջազգային ասեմ, համաշխարհային ասեմ, տիեզերական ասեմ, մի հատ խայտառակություն կա, Արսեն Թորոսյան։ Պահանջել չի արդեն, ցանկություններ են արտահայտում, սա կատարվում։ Լսի, ինքը իրականում ոչ միայն մարդկանց գլուխ է պոկել, ինքը պոկել է Հայաստանի Հանրապետության գլուխը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անգլուխ է մեծ հաշվով։ Հիմա ասա, ես պատրաստ եմ հրաժարական տալ, ինձ տվեք հումանիտար միջանցք, ես լքեմ երկիրը։ Զարա ջան, ինքը ոչ հարգանք ունի, ոչ սուբորդինացիա կա, ինքը իր թիմին պահում է մի բանի մեջ, մի բանի շնորհիվ։ Ну կարելի ասել երկու՝ փող եւ վախ։ Ասենք տարիներ շարունակ բամբողջ քարոզարշավները տարել ես այդ ոգով, նախկիններին վերացնենք, կոպեկ կառ կոպեկ հետ բերենք։ Ասենք ես վստահ եմ Նիկոլը օրը մի օրում Վարդան Ղուկասյանի ամբողջ կյանքի կൂട്ടակացի չափ կողմ այս երկրից։ Միացու Փողը տալիս է։ մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի։ Լուկաշենկոն ինչ ասել է Նիկոլն Արցախը հանձնել։ Հանուն Հայաստանի հաղթանակի։ Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ Հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ողջույն, բարի գալուս Հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի է եւ տաղավարում ձեզ համար զրուցելու են Զարան եւ Ավետիսը։ Ողջույն Ավետյան։ Բարև Զարա ջան, բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Կարող եմ այսօր սկզբից ասեմ։ Մեզ շատ կօգնի, եթե դուք ներքևի մասում բաժանորդագրվեք, մեզ հավանության կամ չհավանության նշաններ դնել եւ մեկնաբանություններ գրեք։ Այդպիսով YouTube-ը մեզ ավելի շատ հետևորդների ցույց կտա եւ մեր հաղորդումը ավելի մեծ տարածում կունենա։ Իսկ հիմա անցնենք բուն քննարկմանը։ Կյանքում երազել է իր պարող վարչապետի մասին, որ գա կանգնի ազգային ժողովում, տաշի, տիշի, Դու նկատի ունես այն գլուխները թափահարելու պարը։ Ես չգիտեմ, ես եթե անկեղծ տեսնեմ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած վիդեոն, որտեղ լավ երաժշտություն էին դրել տակը ու Նիկոլ Փաշինյանը շատ սիրուն կարգին բարում ասած տղամարդավարի։ Հայ, եթե մի քիչ ավելի լուրջ, ինքը ինչ էր ասում էր, ես նախկինների գլուխը չեմ պոկել, նախ պետք է ասել, որ ինքը խայտառակ, սարսափելի խուճապի մեջ է։ Ինքը տեսնում է, որ հայ հասարակությունը իր նկատմամբ ոչ թե զզվանք, ոչ թե ատելություն ունի, այլ դա հասել է այդ ամեն ինչը, գուցե հայրենում չկա տենց բառ, որը արտահայտի հայ ժողովրդի այսօրվա վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի, որտեվ այդ ատելություն, զզվանք, չգիտեմ, նողկանք, բան, ասենք դրանից վեր է։ Ես քեզ ընդհատեմ, ինձ թվում է ամենահանճարեղ ձևակերպումը Նիկոլի մասին տալիս են հենց մեր հետևորդները, չգիտեմ նկատել ես թե չէ, շատ հաղորդումների տակ, ասենք եթե գրում են, որ ձեր Նիկոլը Սուտասան է, անպայման ինչ որ մեկը գտնում է, որ մտնում է գրում ասում է մերը չի, Ադրբեջանինն է։ Ինձ թվում է արդեն ինչ որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս մարդը կողքի հարևան թշնամու պետության ներկայացուցիչն է։ Այդտեղ էլ ատելություն պետք չի հասկանում, ես հիմա ինչ ատես ադրբեջանցուն, որը իր պետության շահերից ելնելով գործողություններ է անում։ Այդ ադրբեջանցիներին լինելուն հələ կանդրադառնանք, բայց հիմա տես, ինքը զգում է հասարակության վերաբերմունքը։ Ինքը հասկանում է, որ եթե Աստված իր համար չանի, մեր համար անի, ինքը կորցնի իշխանությունը ու ինքը հայտնվի մարդկանց ձեռքում, հայ հասարակության ձեռքում։ Առանց ինքնապահների։ Դե բնականաբար իշխանությունը կորցնելուց հետո ինքը թիկնապահները չի ունենալու, դե Բայց ես քեզ ասեմ, օրենքը գիտես, չէ, ենթադրում է, որ ինքը կարող է։ Լսի, դե այդ 2-3 բոլոր նախկին նախագահները ունեն այդ։ Ունեն, դե բայց նայ, ինքը հոգեբանորեն է հասկանում, որ լսի, այդ թիկնապահ, միկնապահ դա բան չի։ Հասկանում ես, ինքը մի բան գիտի, որ իր ինքը ընկավ մարդկանց ձեռը, իր գլուխը պոկելու են։ Պոկելու են ու այսպես թափ են տալու։ Հիմա ինքը ինչ է ասում։ Ասում ախպեր,
ես գիտեմ, որ սաղ ուզում են իմ գլուխը պոկեն, բայց տեսեք, ես ոչ մեկի գլուխը չեմ պոկել, ես Դուք էլ նախկին ներողամիտ եղեք իմ Հա, նկատմամբ, հա։ այդ հանգամանքը նկատի ունենալով, քանի որ ես որևէ նախկինի գլուխ չեմ պոկել, ես խնդրում եմ, այդ հանգամանքը հաշվի առեք, ու որ ես իշխանություն չեմ ունենա, ես կլնեմ նախկին, հանկարծ թույլ չտաք, որ իմ գլուխը պոկեն։ Ու ինքը ինչ է ասում է դա իբր թե մարդու գլուխ պոկելը, դա քաղաքակրթության պակաս է, դա միայն հետամնաց երկրներում են անում, չգիտեմ։ Լսի, դա քաղաքակրթության պակաս չի, գլուխ պոկում են ընդեղ, Պատմության դասը։ եւ որտեղ որ այդ մարդը հասարակությանը հասցրած է ալնում մի հատ տենց վիճակի, այսինքն դա ոչ թե հասարակության քաղաքակրթվածության կամ Այլ չքաղաքակրթվածության վնասին համարժեք Այո, գործողությունը, ոչ իսկ ինչ թե վերաբերվում է, որ ասենք թե ես գլուխ չեմ պոկե, դու ոնց չես պոկե, ոնց չես պոկե գլուխ, ընդհակառակը դու ոչ թե մեկ գլուխ ես պոկե, դու հազարավոր գլուխներ ես պոկե։ Ասենք տարիներ շարունակ ամբողջ քարոզարշավները տարել ես այդ ոգով, նախկիններին վերացնենք, կոպեկ կար կոպեկ հետ բերենք, չգիտեմ, մանա հափշտակածը, թալանածը։ Լսի, Մանվել Գրիգորյանի գեներալ Մանվել Գրիգորյանի գլուխը ով է պոկե։ Ինքն է պոկե, ինքը իր թիմակիցների հետ պոկելա ու թափահարելա, ոգևորված ասում էին Մանվելը թալանելա, գողացելա, էս արել։ Իվան մարդու մասին է Ու խոսքը։ տենց էլ որևէ մեկը չապացուցեց, թե Մանվել Գրիգորյանը ինչ է գողացել։ Լավ, մենք տենց է չտեսանք, չէ։ 5000 երեխու գլուխ է ինքը պոկե։ 5000 երեխու զինվորի գլուխ է պոկե։ Լսի, ես համաձայն եմ, որ իր արածները շատ ավելի մեծ վնաս է, քան գլուխ պոկելը, հա, եթե գլուխ պոկելը տենց մի ընդհանրում է, որ ընդամենը մի քանի նախկին նախագահների մասին է խոսում, բայց ուրիշ բան կա, չէ, եթե դու այդքան վախեր ունես, եթե քո տագնապներն այդքան արդեն առաջ են անցել, որ արդեն դու տեսնում ես իշխանապողությունը, տեսնում ես այդ իշխանապողությունից հետո քո կարգավիճակը, հիմա ասա, ես պատրաստ եմ հրաժարական տալ, ինձ տվեք հումանիտար միջանցք, ես լքեմ երկիրը, ձեզ էլ թողնեմ դուք ոնց ուզում եք գլուխ բերեք այս ամեն Չէ, ինչը։ ինքը ասում Ինչ է, նախանգարում է քայլին ինքը գնալը։ մտածում է, գիտես ոնց է մտածում, ասում է ինչքան կարամ ձգեմ, բայց հենց որ էլ ձգելու տեղ չլինի, իշխանությունը կորցնեմ, գոնե իմ նկատմամբ հումանիստ եղեք, իմ գլուխը մի պոկեք։ Լսի, ինքը իրականում ոչ միայն մարդկանց գլուխ է պոկել, ինքը պոկել է Հայաստանի Հանրապետության գլուխը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անգլուխ է մեծ հաշվով։ Գործոն չի, իհարկե, որպես սուբյեկտ ինքը Իշխանություն չունի, լսի, իշխանություն չունի։ Ինքը մեր երկրի մարմնից մասեր է պոկել։ Լսի, Արցախը, չգիտեմ, Գեղարքունիքից, Տավուշից, Վայոց ձորից, Սյունիքից, հսկայական, այսինքն ինքը այս երկիրը սարքել է հոշոտման առարկա, թշնամին հոշոտում է Հայաստանը, ինքը ասում է ես քաղաքակիրթ եմ, գլուխ չեմ պոկել։ Լավ, բայց նեյտրալ մարդը երբ որ նայում է այդ կադրերը, հա, երբ որ քո երկրի ղեկավարը լուրջ եմ ասում, տես տպավորություն ձեր պարեր գալիս էլի ազգային ժողովի ամբիոն։ Ոնց կարան այդ մարդու հետ լուրջ բանակցություններ լինեն, ոնց կարա այդ մարդը լուրջ ղեկավար լինի, ոնց կարող այդ մարդու ենթականները իրան լուրջ ընդունեն։ Այդ սուբորդինացիան, այդ, չգիտեմ, հարգանքը ինքը կարողանա այս վարքագծով ունենա։ Զարա ջան, ինքը ոչ հարգանք ունի, ոչ սուբորդինացիա կա, ինքը իր թիմին պահում է մի բանի մեջ, մի բանի շնորհիվ։ Ну կարելի ասել երկու՝ փող եւ վախ։ Փող, եթե ես չլնեմ, դուք փող չեք աշխատի, ընդհակառակը ձեր ամբողջ ունեցվածքը հնարավոր է հետ խլեն ձեզանից, ապօրինի գույքի, հա, իհարկե, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք կա, բայց իրանք այնքան իրանց խելքով այնքան հմուտ են ու այնքան շրջահայաց են, որ իրանց ունեցվածքը չեն պահում Հայաստանում, այլ պահում են դրսում։ Չարլեզուներն ասում են անգամ ունեցվածքի տեսքով չի, այլ ընդհանրապես բիտկոինների, էլեկտրոնային գումարներ են։ Հա, որը շատ դժվար է դրա բանը հետագիծը գտնել։ Հա, ընդհանրապես մեխանիզմներ, ավելին ասեմ, կարա ասենք, չգիտեմ, հեռախոսի մեջ լինի կամ ֆլեշկայի վրա լինի, միտեղ դրած էլի, ոչ կորուստի ենթակա, ոչ բան։ Լավ, այդ ապօրինի գույքին ասենք, այս վերջերս 3 առաջի օրը, երբ որ Վարդան Ղուկասյանը երթվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում, սրանք սկսեցին հրապարակել նիկոլական այդ թայֆան, սկսեց հրապարակել Վարդան Ղուկասյանի ունեցվածքը,
ու ասում են տեսեք, բան, սա դատախազությունը թալանչի է եւ այլն։ Լսի, ես օրինակ կարդացի, մի հատ խղճուկ ցուցակ էր այն ամենի հետ համեմատած, ասենք ես վստահ եմ Նիկոլը օրը մի օրում Վարդան Ղուկասյանի ամբողջ կյանքի կուտակածի չափ կողմ է այս երկրից։ Հա, բայց որ մարդիկ ասում են, բա ուր է այդ գողացածը։ Հիմա ինքը պաշտոնական տարեկան 1.5 միլիոն դոլար մենակ ծախսում է իր տան վրա։ Այդ տարածքի էլի, դաչեքի տարածքի վրա, ենթադրենք նույնիսկ օրինականները, չէ՞, մենակ հաշվենք։ Ինչքանի այս առաջան այդ միլիոն ու լսի, ինքը խմբագիր եղած ժամանակ էր տարին հեչի պես միլիոն ու 2 միլիոն այս երկրից գողանում։ Դու ասում ես բան։ Չէ, դա ինչ որ մենակ պաշտոնականով, օրինական թվերով առկա կան, էլի։ Ուղղակի ինքը լնելով դերասան, պարապած դերասան, իր ունեցվածքը չի պահում Հայաստանում։ Հիմա հայ ժողովրդին, օրինակ հայ հասարակությանը, հայ մարդկանց, մի հատ sense հարց եմ ուզում տալ։ Որն է ավելի ազնիվ։ Օրինակ 5 միլիարդ գողանաս տանես, ասենք Ամերիկայում կամ բիթքոինով պահես, թե ասենք գողանաս 5 միլիոն դոլար ու դա պահես Հայաստանում ունեցվածքի ձևով, ասենք Գյումրիում տուն ունենաս, ինչ որ առևտրի օբյեկտ ունենաս, ռեստորան ունենաս։ Ես քեզ ասեմ, հող առնես, չգիտեմ։ Օրինակ, հա, մեր պետության թշնամիները, մենակ մեր պետության թշնամին կուզենա, որ Հայաստանում գողացված, Հայաստանում աշխատած փողը դուրս գա։ Այդ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը Նիկոլ Փաշինյանին ստիպել են ընդունել ամերիկյան դեսպանն ու ամերիկյան պետդեպարտամենտը, որպեսզի Հայաստանում գողացված գումարը չպահվի Հայաստանում։ Այդ գումարը, այդ միլիարդները, այդ Ամերիկա, դրանից լավ բան կան չի։ Դու պատկերացնում ես, ասենք փողը գողանաս, քո երկրում աշխատած փողը գողանաս, տանես ուրիշ տեղ պահես։ Խոպանչիություն է, էլի։ Ստացվում է, որ Հայաստանը տենց խոպան է, եկել են Ստացվում է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ապրում են Ամերիկայի համար, որ այդ հարստությունը տեղափոխվի այնտեղ հանգարց Հայաստանում որևէ մեկը հարստություն չպահի։ Всё։ Դրանից էլ որպես հետևանք ինքը բացարձակ չի անհանգստանում, այս երկրի տնտեսության հետ ինչ կլինի, գույքը կարժեզրկվի, թե չի արժեզրկվի, չգիտեմ, հողի նկաճի, թե կընկնի, չգիտեմ, ռեստորանները կաշխատեն, թե այնքան հարկերը բարձր կլինեն, որ ստիպված կլինեն փակվել։ Իհարկե։ Խնդիրներ չունի։ Իրա փողը ֆլեշկի վրա Ամերիկա դրած է։ Ֆլեշկի վրա է դրած, չգիտեմ, գուցե անշարժ գույքի։ Լսի, աշխարհում այնքան տարածքներ կան, այսպես ասած օֆշորներ կան, որտեղ մարդկանց ունեցվածքը կուտակած փողը բանկային հաշիվները ուղղակի չեն վերահսկում։ Հետո նայ մի բան կա, եթե դու ծառայում ես այդ երկրներին, դու այդ երկրների հետ խնդրեմ չունես։ Այդ երկրները խի պետք է քո ունեցվածքը խլեն։ Կամ գոնե հարցնեն ես որտեղ ես աշխատել, հիլա հիմքերը բեր։ Հիմա իրանք ոնց են ամ, չէ՞, Սիրուշոյին ասենք հարցնեն, ասում են 2004 թվին կլիպ ես նկարել, 15000 դրամ ես դրել այդ նկարելու մեջ, այդ 15000 դրամի հիմքը բեր։ Որտեղ ես աշխատել այդ 15000 դրամը։ Պատկերացնես դրան են հասել։ Բարձա չէ՞ որ իրան ոչ մեկ չի հարցնում, ասում ես որտեղից ես քեզ մեզ միլիոնները։ Հա հիմա ինչի համար է դա արվում, որ Հայաստանում աշխատած փողը, տեսեք, նույնիսկ ազնիվ աշխատած փողը մարդը կարող ասի ախպեր հանկարծ ստե պահեմ, ստեղ ունեցված ձեռք բերեմ, ստեղ ունես, ստե դու ոնց եմ ապացուցելու։ Հա հետո ոնց եմ ապացուցելու, հետո գալու են ընկնելու եմ փորձանքի մեջ, գնա արի, այսինքն դա եւս այդ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը իբրև թե արված է, որ հետևեն, հա, ապօրինի փող, կոռուպցիա, կաշառք, չգիտեմ, ատկատ, մատկատ այդ գումարներով սեփականությանը։ Իրականում, եթե դու նայես այտենց օրենքներ ընդունվել են ամերիկյան գաղութ պետություններում, ասենք օրինակ Ուկրաինայում կա այտենց օրենք։ Հիմա կասեն Ավետիսը կամ Զառան կամ մենք ընդհանրապես արդարացնում ենք երկրի բյուջեի գողությունը, ասում ենք ախպեր ջան, ասում են թող գողանան, բայց ներդնեն երկրի տնտեսության մեջ։ Ես չեմ ասում թող գողանան ներդնեն, բայց ես ասում եմ, եթե մարդը գողացել է այդ գումարը, ավելի լավ է այդ գողացած գումարը Հայաստանի տնտեսության մեջ ներդրվի, չգիտեմ, Հայաստանում շրջանառվի, քան մարդը այդ փողը մտածի նույնիսկ մի դրամ այս երկրում չծախսեմ, չպահեմ։ Հենց այսօր աշխատեմ, հենց այսօր գողանամ, տանեմ դրսում պահեմ։ Հիմա դե մեր վարչապետը օրինակ գլուխա, չէ, գովում, ասում է ես ոչ մի ունեցվածք չունեմ։
անգամ այն բանի հայրենիքի տունն են ոնց որ թե վաճառել, ինքը ասում է ես այստեղ ոչինչ չունեմ։ Դա ցույց է տալիս որպես նվաճում, հա, որպես նայեք, ես այստեղ ոչ թալանել եմ, ոչ կերել եմ, ոչ մի բան, ոչ մի բան չունեմ։ Նախ ինչքան է արժանահավատ այդ ես ոչինչ չունեմ, էլի, որտեվ բարձա չէ որ տարբեր սխեմաներ կան, ուրիշի անունով գրանցելու, զոքանչի անունով անելու, չգիտեմ, քերուտղու անունով անելու, եւ երկրորդ ինչքանով դա նշանակում, որ ինքը եթե այստեղ չունի, նաեւ դրսում չունի։ Զարա ջան, նախ էլի եմ ասում, եթե ինքը վախենում է, որ Հայաստանում իր գլուխը պոկելու են ու sense ապարելու են այդ գլուխ պոկողները։ Ու քեզ ասեմ, եթե այդ ժամանակը տենց պոկեն, որևէ ամերիկյան դեսպան, ամերիկյան գոսդեպարտամենտ, որևէ Քադաֆի կլինի, էլի ոնց։ Հա, Քադաֆին։ Ես էլի միշտ այդ եմ հիշում, որ Հիլարի Քլինտոնը նստած Քադաֆիին սպանելու կամ Հաշվեհարդարի քարացեց անելու համար ուրախանում էր։ Ու դա համարում էր ժողովրդավարության հաղթանակ, քանի որ տեսեք ժողովուրդը սպանում է իր հաշվեհարդարա տեսնում այն մարդու նկատմամբ, ով իբրև թե հակաժողովրդական է, մոռանալով, որ Բռնապետի նկատմամբ իրանք այդ էին չէ ասում։ Հա։ Հիմա կարանք մենք համարենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս բռնապետ է։ Իսկ երբ որ ինքը կորցնի իր իշխանությունը, ինքը էլ ամերիկացիներին ինչին է պետք լնելու, լսի։ Իսկ թվում արդեն պետք չի, եթե անկեղծ լինենք։ Կարող է։ Որ նայես վերջին էտապում, ասենք ամերիկյան դեսպանատան գործունեությունը, որ նայես ամերիկյան իշխանությունների գործը, նայես չի, որ հիմա իրան հովանավորում են, էլի։ Դե հիմա եթե այդ մարդը վախենում է, որ իր գլուխը պոկելու են, Ուրեմն բնականաբար հավանավոր չունի։ ինքը Հայաստանում որևէ բան չի էլ պահելու։ Իր ամբողջ միտքը, ամբողջ բանը նրա մասին է, որ ինքը հասցնի ճիշտ ժամանակին փախնի։ Օրինակ Թունիսում, երբ որ հեղաշրջում եղավ, նախագահ այդ երկրի Բեն Ալին էր։ Բեն Ալին հասցրեց օդանավակայան ու թռավ։ Դե Ասադն էլ հասցրեց։ Ասադն էլ հասցրեց, հա։ Բայց լիքը մարդիկ Հետո մենակ թռնելը չի է, այդ թռնելը նա, չէ, մշակույթ է թռնելը։ Ամեն բռնապետ չի որ կարա թռնի։ Օրինակ, եթե դու ռուսների հետ լավ ես, որ իրանք քեզ հովանավորեն, տուն, տեղ, տան, են հայտնի չէ, են Ռուբլովկի թաղ կա, որտեղ նախկին բռնապետներն այդ կարող է հնարավոր լինի քեզ թռնելը, բայց կարող է եւ չկարողանաս թռնես, որտեղ ոչ մեկ քեզ չընդունի։ Դե հիմի կարող է ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն ունենա, որ բան էլի նախորոք է դրա համար պետք անհանգստանալ։ Օրինակ հիմա ինչ գիտես, ասենք կարող է Մակրոնը ասի Ֆրանսիան անդրծովյան գաղութներ ունի, տարածքներ ունի, չէ, ասենք Աֆրիկայում օրինակ։ Աֆրիկայում էլ չէ, Խաղաղ օվկիանոսում էլ տենց տարածքներ կան, Ատլանտյան օվկիանոսում տենց տարածքներ կան, փուճուր կղզիներ կան, որոնք ֆրանսիական ենթակայության տակ են։ Այստեղ մի հատ խնդիր կա, Մակրոնը կմնա միջև այդ թե չէ։ Մակրոնն ինչքան է մնացել, մի քանի ամիս։ Չէ, Մակրոնը մինչև 27-ին է բանում Ֆրանսիայում նախագահական։ Քիչ է մնացել Մակրոնը։ Բոլորին էլ տենց է թվում, որ քիչ է մնացել, որովհետև նա էլ է Նիկոլից բետար վիճակում էլ նա է իր ժողովրդի ու հասարակության կողմից մերժված։ Նիկոլը թվում է, թե մենք միշտ ասում ենք, չէ, թվում է, թե 26 թիվը։ Զարա, ես ուզում եմ ասեմ, շատերը ասում են Գյումրու օրինակով, չգիտեմ, Փարաքյարի օրինակով, ասում են թե Նիկոլը ընտրություններով։ Լսի, եթե բանը գա հասնի ընտրություններ, հայ ժողովրդի եւ հայ հասարակության համար չափազանց ողբերգական իրադարձություն ալնելու։ Այդ ընտրությունները Հայաստանի Դու կարծում ես էլի կընտրվի։ Հարցը ընտրվել չընտրվելը չի։ Նայ, հիմա Նիկոլենք ինչ են ասում։ Ասում են Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի մենք փոխենք սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը 3 առաջի օրը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել, այսինքն իրենց խոստացել են, որ կփոխեն սահմանադրությունը։ Ասում է, բայց չնայած այդ խոստմանը կամ այդ խոսակցություններին, որ Հայաստանը պատրաստվում է սահմանադրություն փոխել, մենք չգիտենք դրա մանրամասները։ Եվ ուզում ենք ոնց։ Այսինքն Բայրամովը ասում է, չներկայացրեն նոր սահմանադրությունը այո, սահմանադրության տեքստը դեռ մեզ չեն ներկայացրել եւ մենք պետք է մեզ ներկայացնեն, մենք տեսնենք դրանք համապատասխանում են մեր պահանջներին։ Ցանկություններին դեսկասեի, դա պահանջել չի արդեն, ցանկություններ են արտահայտում, սա կատարվում։ Դե պահանջը ավելի խիստ է։ Ցանկությունը կարելի է իրականացնել, չիրականացնել, պահանջը պարտադիր է։ Չեն հարցնում են, պահանջա թե չէ։ Նայի, հիմա
Նիկոլը երբ որ ասում է, որ մենք կփոխենք սահմանադրությունը եւ այնտեղ չի լինելու Հայաստանի անկախության հռչակագիրը, գիտես ինչ են անելու։ Ուրեմն ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն անելու են միաժամանակ։ Հիմա օրենքը թույլ չի տալիս, բայց իրենք փոխեն օրենքը։ Ինչի դա կանեն։ Որտեվ սահմանադրական հանրաքվեի դեպքում մասնակցությունը միշտ ցածր է լինում, բավարար չի լինում, որ թիվը հաղթահարեն, իսկ ընտրությունների ֆոնի վրա կարող է այդ մասնակցությունը կայանան ապահովել։ Ուրիշ պատճառ էլ կա, ավելի խորը պատճառ կա, ավելի կավառնի, ավելի նենգ պատճառ կա։ Նայի, իրանք ինչ են ասելու։ Ասելու են սիրելի հայ ժողովուրդ։ Եթե դուք այս սահմանադրությունը մերժեք, Ադրբեջանը կհարձակվի մեր վրա։ Սա խաղաղության սահմանադրությունն է։ Ովքեր ուզում են պատերազմ, թող գնան եւ դեմ քվեարկեն այս սահմանադրությանը։ Իսկ ովքեր ուզում են, որ Հայաստանը սկսի իսկապես խաղաղության դարաշրջան, պետք է գնան եւ կողմ քվեարկեն այս սահմանադրությանը։ Երկրորդը Իսկ հայ ժողովրդի դա մի րոպե հարց չի տալիս, որ եթե 5 տարվա ընթացքում ինքը չի կարողացել խաղաղություն կնքի այդ թշնամու հետ ու անընդհատ մենք զոհեր ենք ունեցել, կորուստներ ենք ունեցել, այս մարդը ավելի շատ պատերազմի հետ կապ ունի, քան խաղաղության Դարաջան ինքը ասելու է, որ ես ապահովել եմ խաղաղություն, սա վերջի բանն է, որ ձեզանից խնդրում եմ, որովհետև Ադրբեջան այս մեր սահմանադրության, այդ անկախության հռչակագիր բանման, դա վերջի ինչ որ շատ մանր պատճառել չէ, առիթ է Ադրբեջանը սարքել, որ իբր չստորագրի, բայց մենք պետքա մեր հաստատակամ կամքը ցույց տանք, որ մենք պատրաստ ենք խաղաղության։ Նայի, ասելու է կողմ քվեարկելով խաղաղությանը դու կողմ եք քվեարկում Հայաստանի խաղաղ եւ ապահով ապագային, բայց միաժամանակ, որպեսզի այդ խաղաղության ծրագիրը իրականացվի, հեղինակին էլ պետք է ընտրի։ Այո, դուք պետք է նաեւ ձայն տաք քաղաքացիական պայմանագրին եւ ինչ։ Այսինքն չի լինի, չէ՞ որ գնաք կողմ քվեարկեք սահմանադրությանը, բայց գնաք կողմ քվեարկեք ընդդիմադիր որևէ կուսակցության։ Իրականում սահմանադրական հանրաքվեն եւ իր ընտրությունը 26 թվին կոչվելու է մի բառով Հայաստանի հնազանդեցումը Ադրբեջանին։ Ադրբեջանում կա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա։ Ուրեմն Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում Ալիևը ելույթ է ունենում ու իբր թե խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, sense մի հատ բան ասում։ Ասում է, ես կարծում եմ, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հրադադար չի լինի։ Խաղաղություն լինում է այն դեպքում, երբ որ կողմերից մեկը ստորագրում է անվերապահ եւ վերջնական կապիտուլյացիա։ Ասում է, ես սա ասում եմ մեր պետության փորձից ելնելով, որը երկար տարիներ Հայաստանի հետ պատերազմի մեջ է եղել։ Ասում է, մինչև կողմերից մեկը վերջնականապես չպարտվի ու չստորագրի վերջնական կապիտուլյացիա, չի լինելու խաղաղություն։ Իսկ կապիտուլյացիան, ասում է, իսկ հրադադարը դա ընդամենը կարճ դադար է, որը կողմերը օգտագործում են վերազինվելու, վերադիրքավորելու եւ իրենց ուժերը վերականգնելու համար։ Այսինքն Հիմա հարց առաջանում, սա կապիտուլյացիա ստորագրել, դրա համար չեն հարձակվում, թե սա այն կարճ հրադադարն է, որ իրանք վերազինվում են։ Երկուսը վատ է, էլի, մեկը մեկից վատ է։ Իրականում սա Ալիևի համար այս հրադադարը ընդամենը կարճ բան է, դադար է վերազինվելու, վերադիրքավորվելը ինքը նկատի ունի, որ նոր դաշնակիցներ աշխարհաքաղաքական վերադիրքավորում, ոչ թե սահմանի երկար։ Այո։ Եվ որպեսզի վերջնական կապիտուլյացիա պարտադրի Հայաստանին։ Վերջնական կապիտուլյացիայի պարտադրումը կարա լինի երկու ձևով, եւ պատերազմի սպառնալիքի։ Այսինքն պատերազմը այնա, երբ որ ինքը զորքը մտցնի եւ Հայաստանը հնազանդեցնի, գրավի եւ այլն։ Երկրորդը ուժի սպառնալիքով խելոք մնացեք, թե չկհարցակվեմ, դա էլ է բան, էլի հնազանդեցման մի տարբերակ։
Էսա Բայց մյուս կողմից էլ արի ֆիքսենք էլի շատ կարևոր հանգամանք կա, հատկապես ասենք, չգիտեմ, միջազգային այդ փորձագետները շատ են դա շեշտում, որ այս պահին չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Ալիևը հնարավորություն ունենա հարձակվելու։ Այսինքն Ալիևի հարձակումը մի կողմից ջղայնացնելու է Ռուսաստանին, մյուս կողմից ջղայնացնելու Արևմուտքին, բոլորը դժգոհ են լինելու այդ իրավիճակից, Ալիևը այդքան հիմար չի, էլի, որ գնա բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին դեմ ու հարձակվի, որ Նիկոլին ինչ-որ խելք սովորացնի։ Հիմա ավելի շատ ինքը դրա համար էլ գործածում է այդ սպառնալիքի մեխանիզմը, որ այ կմտնեմ ինչ են կոչվում, երկաթե բռունցքը երկրորդ անգամ կկիրառենք, չէ, իրանց սիրած խոսույթն է, բայց փաստա չէ, որ ոչ Ռուսաստանին է ձեռ տալիս երկրորդ ճակատ ստեղ ունենա, երկրորդ կռիվ ստեղ ունենա, ոչ էլ Արևմուտքին էս խառը վիճակում չեն կամ Ուկրաինայի հարց լուծեն, հիմա մի հատ էլ ընկնեն Ալիև, Հայաստան, այդ վիճակները կարգավորեն։ Զարա, ես մի քիչ թերահավատ եմ այդ աշխարհաքաղաքական կենտրոններ, դաբրոներ, ես մի բան գիտեմ, որ եթե Ալիևը ուզենա հարձակվի Հայաստանի վրա, հնարավոր է, որ ինքը չկարանա ունենա բոլորի համաձայնությունը, ասենք, չգիտեմ, Ամերիկա, Չինաստան, Ռուսաստան։ Ինչն է իրան խանգարում 20 թվից հիմա, ասենք կարա ամիս 2 անգամ կարար հարձակվեր։ Լսի, նախ Փաստա չէ, որ չի հարձակվում։ Նախ ես քեզ մի բան ասեմ, Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ ասենք մենք հասկանում ենք նա դավաճան է, բանա, չգիտեմ, կապիտուլյանտ է բանա, բայց գոյություն ունի Հայաստանի բանակ։ Հայաստանի բանակը դիմադրելու է, այսինքն հայ մարդ, Նիկոլը ստրուկ է, բայց հայ մարդը չի ստրկացել, հասկանում ես, հայ մարդիկ դեմ են ստրկությանը, այսինքն Հայաստանը դիմադրելու է, Հայաստանը չի կոդրվել, այս մեկ, երկրորդը բնական է, որ կան երկրներ, որոնք թույլ չեն տալու, ուղղակի չեն մնալու դիտորդի դերում, այդ նույն Իրանը, նույն Ռուսաստանը, նույն Միացյալ Նահանգները, ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգներն էլ այնքան ոգևորված չի լինի, որ Չէ, իհարկե իրան ձեռ չի տալիս, Տրամպը ուզում է խաղաղություն բերողի ման ունենա, կերպար ունենա, ոչ թե իրավորոք նոր պատերազմներ չհայտնվեն։ Բացի խաղաղություն բերելը, լսի, իրանք ասում են, բացենք Զանգեզուրի միջանցքը, որ Չինաստանի ու Եվրոպայի մեջ առևտրային կապը լինի անխոչնդոտ։ Ինչա, քո կարծիքով Տրամպին պետք է, որ Չինաստանն ու Եվրոպան անխոչնդոտ Չինաստանը հայտնվի շրջափակման մեջ, եթե ձև ունենա այդ կազմակերպելու, այդ կկազմակերպի։ Իհարկե, Տրամպը այսօր ասում է, ես կմեղմացնեմ առևտրային տուրքերը այն երկրների նկատմամբ, ովքեր պատրաստ են Չինաստանի հետ առևտուր չանել կամ խզեն առևտրատնտեսական հարաբերություններ կամ գոնե էականորեն նվազեցնեն ու այդ պայմաններում բայց մեկը եթե աշխարհի բոլոր երկրներն էլ դեմ լինեն, մեկ կարևորը Հայաստանն է, չէ՞, մենք կարևորը Հայաստանի ղեկավարը դեմ լինի հարձակման, պայքարի այդ պատերազմին, ոչ թե բանալի։ Իսկ Հայաստանի ղեկավարը քարոզում ասում է պատերազմ չի լինելու, բան, ինչ էր ասում, ես ձեզ ասում եմ պատերազմ չի լինելու, սրացում չի լինելու, թե էսկալացիա չի լինելու, սենց մի բան։ Այ մարդ, դու ինչ գիտես, ըլնելու է, թե չի լինելու։ Պատերազմը մենակ մի կողմի ցանկությամբ կամ ոնց ինչ գիտի, իրան ասել են ինչ կանես, չի լինի, ինքը էլ հերթով անում է, դա էլ գիտի, որ չի լինելու։ Այսինքն ինքը ասել է այն պահանջները, որ դուք դնում եք անկախության հռչակագրից հրաժարվել, սահմանադրությունը փոխել։ Պետք է Արարատ լեռը կհանեմ, Հայոց ցեղասպանությունը կմոռանամ, եկեղեցին կոչնչացնեմ։ Արցախցիների հարցը իսպառ կմոռանամ 5000 տարի, 300,000 ադրբեջանցի եք ուզում ուղարկեք, տները դատարկել ենք, սպասում ենք, ինչ է էլ պետք։ Հա, եթե Հայաստանը դատարկվում է, վերջը դատարկ տարածությունը միշտ մեկը լրացնում է։ Մի հատ բան կա, չէ՞։ Դատարկվելը որն է, ինքը իր ձեռով կգնա այդ մարդկան Հայաստանից կհանի, կասի, բանում 88 թվին ստեղ ադրբեջանցի է ապրել, դու սարի պիտի ինքը գա հետ ապրի։ Նիկոլի թիմում մի հատ միջազգային ասեմ, համաշխարհային ասեմ, տիեզերական ասեմ, մի հատ խայտառակություն կա, Արսեն Թորոսյան։ Ասում է տիեզերական, հա, միջգալակտիկական երևի։ Խայտառակություն կա։ Ասում է, ուրեմն հունվար մարտ ամիսների նախորդ տարվա համեմատությամբ 500 երեխա պակաս է ծնվել։ Այդ ներկայացնում է որպես իրանց կառավարության
հաջողություններից Լուրջ մեկը, ես հա, Հոգեկան հիմք չի։ հիմի չգիտեմ, որ Ասենք Նիկոլը չէր ասում 2050 թվին 5 միլիոն են կլնելու, ինչ են կլնելու։ Հիմի որ ես ըլնեի, ես երիտասարդ մարդ ըլնեի, ասենք թե վերարտադրողական տարիքի նկատի ունեմ, էլի, ասենք 20-22 Այս երկրում տարեկան։ երեխա չէիր ունենա։ Դու կուզենաս բերես թրքահպատակ սարքես։ Երեխա ունենաս, որը դառնա թուրքի հպատակ։ Ով կուզենա։ Ու չիմանաս վաղը կլնի այդ երեխան չի։ Չպարզա ինչ որ մարդիկ երեխա ունենում են, բայց նրանք էլ այդ երեխա ունեն, որ սրանք գնալու են, իրաց երեխեքը նորմալ երկրում են ապրելու։ Հա, բայց մի մարդկանց մի հսկայական մասը կորցրել է, նաև հավատն է կորցրել այդ ապագայի նկատմամբ։ Ասում են 500 երեխա։ Ահպե դուք մի քիչ էլ մնաք, ընդհանրապես երեխա չի ծնվի։ Հետո իրան տեսնող երեխա կունենա։ Իրան, Նիկոլին, Ալեն Սիմոնյանին, չգիտեմ, այն Արարատ Միրզոյանին, ախր Արմեն Գրիգորյանին, որ մեկին ասես։ Մեկը մեկից լավն է։ Մի թվարկի, այդ ցանկը կարելի է հավերժ թվարկել։ Մեկը մեկից այնքան լավն է, որ նայում ես երեխա ունենալը չի գալիս հավերժ։ Հույս ունենանք, որ բոլոր ծնված երեխեքը դրանց հետ կապ չեն ունենա ու իրանք կմնան որպես պատմության տխուր դրվագ, էլի։ Հա, այդ երեխեքը գոնե սրանց իշխանությունը չեն տենա։ Չեն տենա, այն որ հեքիաթների պես տատիկ պապիկները կպատմեն, որ sense դավաճաններ կային, որ եկել էին 2018-ից 2025-ը։ Զարա, մեզ կեղեքում էին։ Մենք որ դպրոցական էինք, հիմա ես չգիտեմ դպրոցներում երևի չեն անցնի, այդ Հովհաննես Թումանյանի ընկուզենու տակ այդ բանաստեղծությունը կար, չէ, որ հերոսը ասում է, բանը, մեր պապերը հավաքվում էին, նստում էին ընկուզենու տակ բան սեղանի շուրջ ու ասում էին միշտ բաժակ բարձրացնելուց մի բան էին ասում, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, այսինքն անհամեմատ ավելի լավ ապրեք, բայց պարզվում է Թումանյանի այդ խոսքը թվում էր թե որ իդեալական համապատասխանում է։ Լսի, թվում էր թե քանի որ միշտ առաջընթաց կա, մարդկության առաջընթաց կա բան, մարդիկ միշտ լավ են ապրում, միշտ իրանք իրանց պապերից, հայրերից բանման, հետո մեր երեխաները մեզանից բան, չէ, ավելի լավ են ապրելու, բայց պարզվեց, որ դա միշտ կարա, հա, ԱԺՄ-ական լինի, որովհետև կարող է մեկը գա, ունես երկիրը, հասարակությունը, իրավիճակը, ընենց մի հատ վիճակում բանանի, որ մենք երանի տանք մեր հայրերին, մեր պապերին։ Երանի տանք 93 թվականի ցուտումուր ձմեռները, երբ որ հաղթում էինք։ Երբ որ հաղթում էինք, երբ որ ազգային միասնություն կար, երբ որ կար նպատակ, երբ որ կար համազգային միավորող միտք, ինչ ասեմ։ Պետություն ստեղծելու ցանկություն։ Պետություն ստեղծելու, մեր եղածը պահելու, ոչ թե ասենք Նիկոլը ասի, Հելնի ասի, ախպեր, մեր նպատակը լավ ապրելն է։ Եթե դու այսօր կես կիլո խոզի չալաղաջ ես ուտում, ուրեմն դու լավ ես ապրում։ Ախպեր, երկրում սարքում ենք, ասենք օրինակ ամեն մի քաղաքում 2 հատ խոզի ֆերմա, հայ ժողովուրդը խոզի պես լափում է, ասենք ամեն մեկիդ 300, 400 կամ 500 գրամ խոզի միս եք հատկացնում, օրական, հա։ Դուք այդ խոզի միսը տանում եք ձեր օջախի մեջ լափում եք ու լավ եք ապրում, ախպեր ջան։ Всё, հայ ժողովրդի բանը գոյության, ծննդի, ամեն ինչը առաքելությունը այդ 400 գրամ խոզի միսը լափելու մեջ է դառնում։ Եթե լափել ես խոզի միսը, այսօր այդ լափը կա, ուրեմն լավ ես ապրում, էլ ուրիշ պահանջ, ուրիշ շոր հոգևոր, բարոյական, տարածքային, աշխարհաքաղաքական, մշակութային, ոչ մի պահանջ պետք է չունենաս։ Լափեցիր 400 գրամ խոզի միսը, լավ ես ապրում, ապրիր միշտ շարունակի տենց լավ ապրել։ Всё։ Նիկոլ Փաշինյանի տեղակ պահենք, որ մենք այդ 400 գրամ խոզի մսով լավ չենք ապրելու, անգամ չենք վերցնում, ես ունեք խոզի միս չեմ սիրում։ 400 գրամ թե 2.5 կիլո, մեկը իմ համար դրանից տարբերություն չկա, բայց անպայման ուզել ենք, որ մեր պետությունը նորմալ վիճակում լինի, որ մենք հնարավորություն ունենանք պայքարենք թշնամու դեմ, որ մենք կարողանանք պաշտպանենք մեր երեխաներին ու մեր ապագան։ Այսօր ավարտենք, որտեղ արդեն 40 րոպե զրուցում ենք, քո այդ ժամանակ այսպես թռնում է, ես քեզ ասեմ, չեմ էլ նկատում, երբ ենք սկսում, երբ ենք ավարտում։ Մեր հետևորդներին եւս մի անգամ խնդրենք ներքևի մասում մեկնաբանություններ գրել, օրինակ այդ չալաղաճի հետ կապված մենակ խորովածի տեսքով, թե ուրիշ բաներ կարելի է անել, մեզ բաժանորդագրվել եւ ցանկացած մեկնաբանություններում կարող եք ցանկացած ձեր կարծիքը թողնել, մենք անպայման դա հետո կարդալու ենք։ Կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Հաջողություն։ Միացու
Հողը տալիս է։ Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի, Լուկաշենկոն ինչ ասաց, ասել է Նիկոլ նա Արցախը հանձնի։ հանուն Հայաստանի հաղթանակի, Երեխեքի գլուխը կերել է 5000 երեխու։ հանուն Արցախի հաղթանակի։ Ապաշնորհ, տգետ, ընչակաղց, ինչ ասեմ, ինչ բառ ասես բռնում է։ Ցեղասպանությունը ուրանում է։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արցախը Հայաստան է եւ վերջ։